Բարեկամներ, մենք եկել ենք Հրազդան քաղաք, Սիսիանի զանգերը, գնում ենք Սիսիան քաղաք, Սիվացորակորս ծննդյանով շնորհավորելու Եվ կարծես թե Եղեգնաձորում ռեյդ է կատարվում, բարեկամներ։ Այո, զորը այսօր չի դադարում զարմացնել իր գեղեցկությամբ եւ խաղերով։ Գնում ենք Քույրիկի եւ եղբոր ծննդյանոր շնորհավորելու Շատ գեղեցիկ կարևոր առիթի Հայրիկի ծննդյան օր։ Գնում ենք ընկերներ Գետապ, Քույրիկի ծննդյան օրն է։ Քերի Ասատուրի եւ եղբայր Գրիգորի կողմից։ Սա Սյունիքն է ընկերներ։ Հələ Էֆելյան աշտարակը նայեք։ Մեր Սանուհուն ուրախացնենք։ Նա առհասարակ չի կասկածում, որ կարողա քավորն ու քավոր կինը գան, ասեն ծննդը շնորհավոր։ Բացվում է երկինքը ընկերներ, մառախուղը իսպարտ ցրվեց։ Շնորհակալություն ասենք նկարողին, բայց գիտես չէ, նենց է նկարում ոնց որ արաբական տարեր էլի։ Որդու կողմից ով գտնվում է Ռուսաստանում։ Ջուլետա տատի 1000 բարին ծննդը շնորհավոր։ Բարև ձեզ։ Ես ուզում եմ ամենատարբերվող անակնկալը անեմ։ Ես ողջունում եմ ձեզ հարգելի հավաքված բարի մարդիկ, բարև ձեզ։ Արտաշատ քաղաքն է կադրերում։ Քիչ վերև նանե մյուզիկ հոլ նանե։ Իրար գերկեք էլի քուրի կապերիկ դուք։ Հարգելի եզդի բարեկամներ, հարգանքներս բոլորիդ։ Հատիկս ոնց որ այսօր առավոտ բալուսով ջղայնացել է։ Ջղայնացել է, լեք տատիս։ Այմեցել յարգերկելը, քավոր դա եկելը։ Արի, լավ կերած խմած քեֆչի անուշ մեծ ախպերը։ Հարսիկը նվիրի։ Բատորթը ով տանի։ Որ կտրվում է երաշտություն էլ չենք պարում, ծափեր ենք տալիս, որտեղ է մեր տիկին ունեն։ Բարև ձեզ։ Գիտես որ ես քեզ Շատ շնորհակալ եմ, շատ։ Ես քեզ Հարգանքներս։ ցավը տանեմ։ Հա։ Քուրիկ ու ախպեր վառում են իրենց մատները։ Ռուսաստանից ձեր ամուսնու սիրով հագեցած քունջը կհանձնի ձեզ։ Մի հատ չէ, բանը, ես սրանից, հա, բայց արա վառվի էլ, արա խայտարակարի։ Ծափերն էլ թող տան։ Իրում ես ծաղիկներ, հա։ Իսկ քո համար է, որ ուրախ եմ ես։ Դե հիմա առողջ լինեք, լավ լինեք եւ աչի։ Ծափեր տվեք ու աչի։ Չես վախենում, չէ՞։ Այ, հա, չվախենում։ Բայց հատուկ աշխարհում մի հատ է այս կոնյակից, ու դա ձեր համար։ Հատուկն է վրա։ Սենց աշխարհում մի հատ է քո համար։ Բարեկամներ, մենք եկել ենք Հրազդան քաղաք, շատ գեղեցիկ կարևոր առիթի Հայրիկի ծննդյան օր ներկա գտնվենք, շնորհավորանքներ բերենք որդու կողմից, ով գտնվում է Ռուսաստանում եւ չի կարողացել ներկա գտնվի Հայրիկի ծննդյան օրը, բայց հայրը նրա համար սրբություն է, հզոր ուժ, մեջք եւ լավ փարոս կյանքում, որ ճիշտ ուղղության վրա մնա միշտ։ Մեր անուշ ախպերը, Արսենը։ Հիմա գնանք ու Արսենի շնորհավորանքները հասցնենք մեր մեծ ախորը Անդրանիկին, նշեմ, որ մեր եզդի բարեկամներն են նրանք եւ մեր հայ ազգի հավատարիմ բարեկամները, ընկերները, թե նեղ պահին, թե լավ օրերին նրանք միշտ մեր կողքին են, մենք էլ նրանց կողքին, այդպես թող մնա, սա սուրբ ազգերի ընկերություն է, որը միշտ պետք է հարգանքի արժանանա երկու կողմերից էլ։ Իսկ մենք մեծ սիրով դրա մասնակիցն ենք դառնում։ Գնացինք Անդրանիկ մեծ ախորը գովասանք հասցնելու։ Գնամ ճավախքս տեսնեմ, կռունգներից թեվտվեք։ Ասանք գեղեցիկ Հրազդան քաղաքի մուտքը։ Բարով ենք եկել Հրազդան, միշտ էլ բարով ենք գալիս եւ մեծ սիրով։ Իսկ հիմա գնանք հասնենք անակնկալի հասցե։ Արդեն կարծեմ վերև եմ հելնում եմ դեպի Դդմաշենյան ախպերս։ Մի գնա, Բա, ախպերս, մի րոպե, ես արդեն տենում եմ դու որտեղ ես։ ես աստից աշ շամպայ է։ Ընդ օբեկ չկար, օբեկ չեմ անցե։ Ախպեր կարամ եթամ ռազմարուտ անեմ գամ կարծեվոյ ծաղկաձորյան պտի եթամ։ Բանը տանուս ախպերս, ամեն ինչը արգանքով շնորհքով, բայց ես ուզում եմ ասեմ ախպեր, որ կներես քեզ ես կան նեղություն ենք տալիս գիշերով դու եթում ես դիվիժնն անում ես։ Այ ախպերս սաղ իդեալական է, լրիվ չոտքի է իմ սրտով ախպերս։ Դե բարով գաս ախպերս, բարով գաս։ Էսա տեստիս մտնեմ աչով։ Այ, հա, ոնց որ։ Էտա նայեց այդ գուրման պիտի ռեստորան, դից առաջի աչի ռեստորան էդի է։ Բարեկամներս մենք արդեն բան չմնաց հասնենք
գուրման ռեստորան, որտեղ հավաքվել են մեր մեծ աղբեր Անդրանիկի բարեկամները, հարազատները ու նշում են նրա ծննդյան օրը։ Մենք էլ գնում ենք Արսեն Բրեմանի կողմից, հասնենք տեղ, շնորհավորենք, հայրիկին ուրախացնենք։ Անձրևախառություն է տեղում Հրազդանում։ Մենք էլ այս ամենի միջով անցնելով գնում ենք գուրման։ Բարեկամներ, հիմա մեզանից քիչ մետրեր այն կողմ։ Մի քանի մետր այն կողմ եզդի բարեկամները։ Ախպեր եկեք կայանը կողրս էլ, արի կողս էսյանս ա, դու արի էսյանս, այսյանս արի, այստեղ արի, չէ, ասեց այսես նստեք, այսենց։ Ախպերներ, ուր եմ, քո անունն ինչ է։ Ալեքս, քոնը։ Անդրանիկ։ Պապի ծնունն է։ Քո ծնունն է, թե պապի։ Իմ պապի։ Քո պապի։ Ոնչո։ Հիմա գնում ենք պապին ուրախացնենք իրար հետ։ Բայց չկա ուրիշ տղեր ջան, ախպերներ ջան։ Կանե չկա, դու են TikTok-ի մեջ հիմա։ Այն մարդն եմ ես։ Ախպերն եմ, Անուշը ախպերն եմ, լավ։ Բայց չես մրցում, ասես թեթևելել ես։ Ես չեմ մրցել։ Տատիկի անունն ինչ էր։ Պապի տալի։ Պապի անունը Անդրանիկա, տատիկի անունը էլ ասա։ Տատիկի տանունը։ Թերեզա։ Թերեզա։ Սիրում ես տատիկին ու պապիկին։ Հա։ Բա իրանց ինչ ունես ասելու։ Եսի։ Ասա լավ են։ Լավ ելնեն, բախտավոր ելնեն։ Պապին էլ թող բախտավոր ելնի։ Ջան ախպերս։ Այդ դզեց։ Սաղ գցիր տեղը։ Բա դու ինչ մաղթանք ունես, Ալեքս։ Թող երջանիկ լինեն։ Սիրով ելնեն։ Բախտավոր լինեն։ Սիրով ելնեն, չէ։ Դե այնա ոնց որ մեր մտնելու պահն է։ Եսա մի րոպե ցավը տանը։ Բրեմն ես։ Բրեմն։ Հա։ Ясացա։ Հարգելի եզդի բարեկամներ, հարգանքներս բոլորիդ, եկեք բարձր ծափեր տանք մեկ, հավեսով գեղեցիկ ծափեր։ Թող ծափեր տան անգամ նրանք, ովքեր չէ երևում այստեղից, բայց այստեղ են։ Բա ուր է մեր մեծ աղբեր Անդրանիկը, լավ կերած խմած քեֆչի Անուշ մեծ աղբերը։ Հա։ Մեծ ծափեր տանք մեր մեծ աղբեր Անդրանիկի համար։ Առողջ ելնես։ Դու գիտես ինչքան սիրված ես։ Հլնդե, հա, անգարում է։ Ընկերդ, հա? Ընկերդ, հա? Ընկերները կարան։ Ես քեզ քաղցրություն եմ բերել հերուներից, ուզում եմ տամ քեզ։ Աբես։ Պահի այս ինձ։ Ու հիմա տես ինչ եմ անում։ Ֆոկուս։ Տես։ Էսի գիտես ինչ ֆոկուս է։ Հես վառում ես, մեծ ծափեր են տալի, հենց ծափեր են տալի, որ այս բոլոր ծափերը սիրո տեսքով, լավ մարդկանքների տեսքով նվիրվում է քեզ մեծ աղբեր։ Քո ծննդյան, քո սկզբի օրը եւ բոլորը դրա համար ուրախ են։ Քեզի հետևում ես միշտ։ Շատ շնորհակալ եմ, շատ։ Ես քեզի միշտ Հարգանքներս։ ցավը տանեմ։ Դե կանգնեք, հո, չէ, տորթը հետ տվեք։ Հլանդե գործողություն ունենք։ Մի հատ լավ երազանք պահի, որովհետեւ այսօր քո օրն է ու ինչ ուզես Աստծո օրհնությամբ կատարվելու է։ Ինչ երազանք պահես կատարվելու է, իմացի։ Այսօր մտ հավեսով երազանք պահի, մի քանիսն է կարաս պահես ու փչի մոմերը Թողտան, դե, այս քաղցրությունը շատ հեռուներից է եկել, բայց մեծ սիրով, հարգանքով եկե հասելա քեզ, ում կողմից կլնի։ Արսենիս։ Արսենս։ Արսենս, Արսենի կողմից է։ Հոնարում է քո առաջ, առողջ լինես իրա կողքից անպակաս, շնորհակալ է այդքան լավ պապա լինելու համար, որ իրան միշտ ուղեկցել ես քո խորհուրդներով, խրատներով։ Հիմա քաղցրությունը կարող ես դնել այս կողմ, որովհետև հենց հիմա քեզ մոտենալու է մեկ ուրիշ քաղցրություն, քո կյանքը հետդ հավասար կիսով։ Ջան։ Հիմա Ես տեսնում եմ տելեզրով, Վրաստանից։ Հա, այդ ես, Վրաստանից եք եկե, բարով եք եկե։ Հիմա ուզում ենք, որ ձեր կեսը Տիկին Թերեզա, մոտեցեք, քաղցրություն դրեց հնդե, ուրիշ քաղցրություն պետք է հիմա գա իրա կողքին, որովհետև քաղցրության համար այս ամեն ինչը ձեր սերը, ձեր երեխաներին միշտ ուրախացրել, երջանկացրել եւ ուժ տվել։ Հետևաբար այսօր էլի մի պահա, որ սերը ցույց տաք։ Աբրես, շնորհակալ եմ։ Ա ծաղկը նվիրես, երկու հատ պաչես, գրկես։ Պաչիկ։ Ես տենց էլ գիտեի, բայց սա այն պահն է, որ սիրուն գեղեց, չէ։
Թույլ տվեք, Արսենը շատ է ուզում ձեր սերը տեսնի, որովհետև դա ջերմացնում է բոլորին։ Սիրտնափերիդ մեջ Պաչի, ծափեր տվեք նո պաչի։ Նունը սարտիս մեջ Այս գեղեցիկ սիրառատ պաչիկից հետո է միայն, որ մի հատ էլ նվեր պետք է հանձնենք Արսենի կողմից, Արսենը միշտ ձեր ներկայությամբ իր կյանքը ամենահարուստն է համարել ու հետևաբար ուզում եմ, որ իր հարստությունը միշտ լինի ձեր շնորհիվ, ձեր օգնությամբ, Աստծո օրհնությամբ, հիմա ստե հատուկ նվերը, այս նվերը նվիրված է երկուսի, որպես ամենալավ ծնողներ։ Դե բաստերնանք ինչ տևի բանա։ Որ Արսենը կա կբացեք։ Հետի նավթ գիտենք ինչ է, կոնյակ է, բայց հատուկ, աշխարհում մի հատ է այս կոնյակից, ու դա ձեր համար, ձեր գեղեցիկ ընտանիքի համար։ Այս կոնյակն էլ խորհրդանշական, բայց դու տեսա՞ր գոնե ինչ էր, տեսա՞ր։ Դες ինչ անուշ ախպերը, այն դու ես, հա։ Սիրուտ հետ, կեսիդ հետ, ձեզ լիքը հաջողություններ, Աստծո օրհնությամբ լինենք, լավ լինենք, միշտ ուրախ առիթներ ունենանք, հզոր լինենք, իմ եզդի բարեկամներ, ձեր են երաշտությունը դիր, ախպեր, ձեր հավեսով երաշտությունը դիր, շնորհակալ եմ ուշադրության համար, լավ օր բոլորին։ Միշտ ես հետևում եմ ծավը տանը, միշտ առողջով ես, միշտ ամբողջան կրկես։ Շնորհակալ եմ շատ։ Վրեմներ ելեք պարելու, ելեք պարելու։ Ապտոն եկան անարմար եմ կայնիցել։ Շատ էլ արմար, Ջան, Հելն եմ ախպեր, սաղ, տոշնի, ընտիր, բարձրակար։ Արսեն ես, it's okay my brother, հա դու Ռուսաստան ես, չէ, всё хорошо мой брат, հա։ Օй, ուր ես դու։ Դուրդ ես։ Ստեփան ախպեր, Գերմանիա եմ։ Հա, das ist gut, das ist gut։ Սաղ գիտես։ Հա։ Ախպեր, բայց վիդեոները մենք Կուղարկենք իրան, ինքը կուղարկի ձեզ, մտ հավես վիճակ կլի, ախպերներ, դե հելա, լավ մնացեք, շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար։ Բարեկամներ, ես միշտ եզդի բարեկամների հետ հանդիպելիս, գիտեք ինչ էմոցիաներ եմ ունենում, այն որ մեր մոտ էլ կար մի ժամանակ էս ուրախությունը, էս համախմբվածությունն ու մի ուրիշ ձև էլ, վին ու բարի ավանդական բարությունը, էլի։ Ես կարծես ժամանակի մեջ հետ գնամ։ Այ այդ էմոցիաներն են ինձ տալիս եզդի բարեկամները, իրենց պարզությամբ, մաքրությամբ ու ադուշի լինելով, էլի։ Անես որ շնորհակալ եմ բոլորիցը դիտելու համար, ապրեք, մենք էլ Հրազդանից կամաց դուրս գանք, գնանք Եղեգնաձոր։ Բարեկամներ, հարգանքներս այսօր օրը սկսում ենք մեր հարազատ Եղեգնաձոր քաղաքից, Եղեգնաձորում հիմա ձնախառն անձրև է, բայց որտեղ որ մենք ենք գնում, համարյա թե ամբողջ ուժով վստահ եմ, որ ձյուն է տեղում։ Եվ այդ տեղն է ընկերներ Սիսյանի զանգերը, գնում ենք Սիսյան քաղաք, Սիրված օրաքրոջ ծննդյան օր շնորհավորելու եւ օրը սկսեց անակնկալով Գագիկ Սուրենյանը որոշեց ձյուն բերի մեր գլխին։ Դրա համար ձյան ներքո գնալու ենք Սիսյան։ Հնարավոր է փորձություններ լինեն ճանապարհին, մենք պատրաստ ենք հաղթահարել, որովհետև այս անգամ մեր ներքևում գտնվում է Porsche Cayenne, որը քարաքարշ է, փոլնի քարշ է, ֆուլ քարշ է, օֆրոդ է։ Այնպես որ գնում ենք վստահ եւ գեղեցիկ կեցվածքով ընկերներ։ Այսօր օրը շատ ծանր է, ասեմ ձեզ, գնալու ենք Սիսյան, Սիսյանից վերադառնանք Եղեգնաձոր, գնանք Գետապի, շատ սիրելի Սանուհու ծննդյան օրը շնորհավորելու, այնուհետև էլ գնանք ուղիղ Արտաշատ, Արտաշատից հետո Երևան, Երևանից հետո Լուսակերտ։ Այսինքն մարշրուտ ունենք այսօր գծած, այնպես որ Աստված բոլորիս հետ օրհնված օր լինի, գնացինք առաջ։ Բարեկամներ, մենք հասանք Վայ Դրթատ 3-րդ
եկեղեցի այդ քաղաքի միջով։ Ինչպես նկատում եք, եղանակը արդեն մառախլապատ է եւ սա արդեն իսկ լավ նշան չէ, եթե դեռ չես հասել Զանգեր ու մառախուղ եք առաջ։ Դա արդեն մտածելու տեղիք է տալիս։ Բայց գնում ես, որովհետեւ գիտես, ճանապարհը ճշմարիտ է, ուրախության համար է, սրտեր երջանկացնելու համար է։ Այնպես որ մենք շատ վստահ գնում ենք։ Մենք քիչ է մնում, որ մոտենանք Զանգերին եւ ինչպես ես կանխատեսել էի, սխալ էի կանխատեսել, ճանապարհը շատ լավ վիճակում է, բուք չկա, բորան չկա, ձուն չի գալի, հետեւաբար արդեն դա մեզ համար մեծ չալաղաճ պլյուս ենք համարում։ Նոր կադրերում Սարալանջ գյուղն էր, որը մենք անցանք բարով խերով, հիմա գնում ենք դեպի Զանգեր, որտեղ չգիտենք ինչ իրավիճակ է, բայց դատելով այս ճանապարհի այս իրավիճակից գիտենք, որ պետք է լավ լինի, բաց լինի եւ ամեն ինչ հոյակապ լինի։ Չէ՞ որ մենք գնում ենք Սիլվա Ցորակրոջ ծննդյան օր շնորհավորելու Սիսիան քաղաք, բավականին ժամանակ է Սիսիան չեն գնացել Վարդան։ Այնպես որ գնանք Սիսիան բարեկամ։ Գնալով մեր ձյունը շատացավ, բայց այ մառախլապատ եղանակը գնալով ավելի է խտանում, որը իր հերթին ստեղծում է տեսողական շատ քիչ հեռավորություն, հետևաբար պետք է շատ զգուշ եւ մեղմիկ վարես մեքենան, որովհետեւ շատ ժամանակ մարդիկ կան, որ լույսը չեն վարում մեքենայի ու առանց լույս վարում են մտածելով թե ինչ այլեցել է կա նորմալ է էլի։ Բայց նման դեպքերում բարեկամներ անգամ եթե ձեր լույսերը թույլ է, միացրեք հեռակա լույսերը, որովհետեւ այն գոնե մի 10 մետր շուտ ցույց է տալիս, որ մեքենա է գալիս։ Եթե հիմա ուշադիր լինենք, մենք դա այս երևույթը շատ հստակ կնկատենք։ Երևում է, որ միացրած չի, շատ դժվար է տեսնում այնտեղ մեքենա կա թե չէ։ Օրինակ տեսեք մեր դիմացի Ford-ը կամ Mercedes-ը արդեն չի երևում։ Ընդամենը մի 20 մետր այն կողմ։ Հետևաբար բոլորիս անփորձանք երթևեկություն եւ հրաշալի օրեր, իսկ մենք գնում ենք Սիսիան։ Մառախլապատ եղանակը միայն թույլ է տալիս, որ ենթադրես հասար, հեսա ասել ենք, բայց ճանապարհին ծանոթ մարդիկ հասկանում են, որ ասան եւ այստեղ նկատենք որ ձյուն է։ Ես ուզում եմ իջնենք մի հատ, ու իջնես ինչ անես, որ շիվան չես կարող անես։ Ես էլ ասի իջնենք մի հատ սուրճ վերցնենք, ավելի եղանակին ծանոթանանք, բայց այդպես որ չէ։ Ահա, ճանապարհը սպիտակ է։ Մի անգամից փոխվեց եղանակը, տեսեք։ Այստեղ արդեն վտանգը կրկնապատվեց, եռապատկվեց, որովհետեւ համ մառախլապատ է, համ էլ ճանապարհը ամբողջովին սպիտակ։ Ուրեմն մեր անուշ ախպերները ինչու չեն եկել ավազը շպրտեն։ Յանը բայց ոնց որ շպրտած են, այ։ Կերած է։ Բարեկամներ, այսպիսի իրավիճակներում պետք է զգուշ լինես, շատ զգուշ, որովհետև ու դիմացի մեքենայից հեռավորություն պահես, որովհետև ամեն պահի կարող է մեքենան սահել ու կապ չունի քո մեքենան 4 քաշ է, թե 2, թե առջևի, թե հետևի, որովհետև նման դեպքերում շատաճապ մեր դասառույցը մեքենա վերցնում ու տանում է։ Դրա համար պետք է ավելի լավ դանդաղ գնաս, բայց հա գնաս, ոչ թե դանդաղ արագ գնաս ու չգնաս։ Հետևաբար լավ խոսքեր ասեցի պապական։ Մենք դանդաղ ենք գնում Վարդան։ Դեմ ես, չէ իհարկե։ Կողմ ես։ Կգնանք հանգիստ նրա համար։ Բարեկամներ կադրերում արդեն մեծ մեքենաներն են, ովքեր էլ չեն կարողացել գնալ ու կանգնել են, տեսեք։ Եվ սա ամենախելացի որոշումն է։ Պատկերացրեք, տեսադաշ չկա ու փորձում ես վազանց կատարել դիմացի մեքենայից ու տեսնում ես, հոպ, մեկը քաշեկայնել է, գնում համբուրվում են մեքենաները եւ դու փորձում ես քո մեքենայի առաջվա գեղեցկությունը։ Այս սա է խնդիրը, որ պետք է ուշադիր լինես եւ զգուշ։ Երկար մեքենաները, ֆուրները արդեն իսկ կանգնած են, որովհետև չեն կարող ստեղծել։ Պետք է սպասեն այնքան, մինչև ճանապարհ մաքրողները գան, գոնե 70%-ով ճանապարհը աղցրվեն, մաքրեն, բացեն, որ նրանք կարողանան շարժվել, որովհետև նրանց
դեպքում այնից անգամ կանգնած տեղից կարող եմ սահի մեքենան ու գնա, էլի դες պահել կա։ Բերը շտապեց ինձ ինչ ուտալում մտավ, բայց ոչինչ։ Ես դες կատարում ենք վազանց, բոլորովին անվտանգ պայմաններով, տեսադաշտում ենք, բաց ճանապարհ եւ հասնում ենք Տերտավիկին։ Տեսեք, այսինչ ժամանակ այս տողն ձգելը կարող է դժվար բան։ Գրացի չէ։ Արին հրակբերի եդուտ գնամ, ճանապարհը արդեն բացվում է, դա արդեն գովելի փաստ է, ինչի համար մենք ուրախ ենք, գնանք։ Շլոփայ է ընկերներ ճանապարհը, շլոփայապատ է, քաշեցել է կողմ, ոնց որ գիտես մարդը, քաշելա չէ, ինքնաքաշեկան է, չէ ինքնաքաշեկան է, հեռատես մարդը եղել, ասելա դե մաս չկա, ինչ քշեմ, այսքան տեղ եկել է, բայց անելա։ Նման ճանապարհները շատ վտանգավոր են, իրենց մեջ եռակի քառակի վտանգներ են պարունակում, դրա համար այսպիսի տեղեր շատ զգուշ եղեք, եթե փորձ չունեք, ավելի լավ է մի տեղ կանգնեք, չքշեք, բայց եթե փորձ ունեք, հանգիստ քշելու դեպքում ոչ մի վտանգ էլ չկա։ Ուղղակի վտանգը շատ անսպասելի կարող է քո դիմացից գալ, որովհետև սա հուն ճանապարհ է, կարող է մեկը չկառավարի մեքենան գա քո վրա։ Այս որ ամեն ինչ հաշվի առնելով պետք է բռնես այս վեկը, այսպես 2-0 ուշադիր սկան անելով ճանապարհը, հայ լինել ամեն ինչ ու գնաս։ Եթե ունես հնարավորություն, մեկ-մեկ էլ sense մի անգամից տորմուզ ես տալի, որ հասկանաս ինչքան շուտ ավտոն կանի։ Նորմալ կանի։ Լավ։ Նկատենք, որ թույլատրել լինի 90-ը, մենք գնում ենք 30, 40, 50։ Որովհետև դրանից ավելը արդեն նշանակում է սանկա ես քշում։ 2 տոննանոց սանկա, որը կարա շատ հեշտ դուրս գա կառավարումից ու քեզ տանի դաշտերը, սյունած դաշտերը։ Իսկ գլուխ կոնցիկը 10 չէ, հետ էլ հարցա որտե, որ դաշտերի հատվածում դուրս կգաս։ Խիզախներն են ընկերներ, բարեկամներ։ Խիզախները խոտ են տանում կովիկներին, որ կովիկները ձմռան ուտելիք ունենան ու կաթիկ տան։ Կաթիկն էլ սարքեն պանրիկ, մածունիկ ու ուտելիք։ Ահա մեր օրյա հերոսները ընկերներ ճանապարհ են ազատագրում, գնում են, որ մարդիկ անվտանգ երթևեկեն, ալալա աղբերներին, մաքրում են, լայնացնում են ճանապարհը, ապազը ցրվում են, դες հասնեն զանգերն էլ բացվեն, մեր ֆուրով աղբերներն էլ գնան հասնեն իրաց տները, իրաց գործերին, իրաց հաջողությունները լինի բազմատեսակ։ Քարշական էլի։ Բայ, ասինք մեր ավտոն էլ փորձենք տենանք ինչ կլինի։ Ախպեր, բայց ես գիտեմ, որ ռեժիմներ ունի։ Միացրել ես աղ։ Ախ, այդ պիկապը, ախպեր։ Այն ախպոր մոտ էլ չկա տրոս։ Հալը կայտեն ամեն մեկը ունի տրոս։ Այնը պարեկներն եկան։ Ասմա գնա։ Բարև ձեզ պարոնայք, մնաք օգնենք, հա, դե գնացինք ուրեմ, լավ։ Բարեկամներ, պարոնայք, պարեկները եկել էին Սուրբ առաքելությամբ, եկել էին անուշ աղբորը հանեին, էլի զների մեջից, որ գնա հասնի տուն։ Մենք էլ գնում ենք Սիսիա, մեր ճակորդակով։ Բարեկամներ, շատ գեղեցիկ է այս հատվածին, շատ է դուր գալիս, որովհետև այստեղ հայոց լեռնաշխարհի շերտերն են ընդգծված, գեղեցիկ, հարուստ, իսկ աչից Սպանդարյանի ջրամբարն է, որը կիսով չափ դատարկ է, լի է, կիսով չափ լի է եւ ձնածածկ, դրա համար դուք չեք տեսնի ջրամբարը, ջուր չեք տեսնի, միայն ձյուն կտեսնեք։ Իսկ մենք, հենա տեսակ Վարդանի հնարամտության շնորհիվ բարեկամներ տեսակ ջրամբար, իսկ ձախից էլի շերտերը գեղեցիկ, այս հատվածը շատ եմ սիրում, այստեղ կարելի է տուրիստներին բերել, իջեցնել, որ տեսնեն հայոց լեռնաշխարհի վերքերը եւ միևնույն ժամանակ գեղեցկությունը, որովհետեւ ցավն է ծնում խելացիություն, մտքեր եւ ճիշտ կողմնորոշվելու ունակություն։
այս լեռների վերքերը սովորեցրել են նրան լինել ավելի կայուն, ավելի հզոր եւ էներգետիկ։ Մենք էլ այդ էներգետիկան զգալով գնում ենք։ Ճանապարհը արդեն համարյա բացվում է, դե այստեղ իրավիճակը այնպեսին է բնապատկերը, որ կարող է մաքուր լինի ճանապարհը եւ բուք բռնելուց հետո վարդյանների ընթացքում ամբողջովին սպիտակի։ Հետեւաբար սյունած աշխարհի բնավորությանը ծանոթացեք գալուց առաջ, թե չէ կարող անակնկալներով լի ճանապարհ ունենաք։ Այստեղ սխալները չեն ներվում, այնպես որ զգուշ եղեք։ Կենաներ հուսանք շատ լուրջ բան չի եղել եւ իմ կարգախոսն է իշ լինում է ժեշտին լինի, բայց թող ապշե չլինի, էլի ոչ մի բան։ Ամեն դեպքում ճանապարհները երբ որ խելագարվում են, ինչ ասես լինում է։ Դրա համար իշ լինում է ժեշտին լինի։ Բարեկամներ, ահա տեսակ փառք Աստծո, մարդու բան չէր եղել, ինչ լինում է ժեշտին է եղել, ժեշտն էլ կսարքեն, ոչինչ։ Բոլորիս հետ էլ պատահում է, մնում է ուժեղ լինենք, ամուր մնանք, հոգեպես կայուն լինենք ու կարողանանք ինչը կորցրել ենք արագ հետ բերենք, ինչը որ նյութականն է վերաբերվում, իսկ մեզ բան չլինի, էլի, մեզ բան չլինի, ավտո ոչինչ։ Մի օր մատոր կփչանա, մի օր ավտո կխփես, մի օր կգանք քերեն, կարևորը մարդ մնալն է, բարի լինելը եւ կյանքը հասկանալ ամբողջ կանոններով, գերված եւ չգերված կանոններով։ Կադրերում էկո պարեկներն էին, որոնք բոլորինս վերջերս ներդրվեցին սյունած աշխարհ, որպեսզի պաշտպանեն մեր բնությունը, մեր գեղեցիկ բնությունը, կենդանիներին եւ այլոք ընկերներ։ Պետք է շնորհակալ լինենք, որ նրանք պահում են, բայց շեշտում եմ, որ պետք է լինեն արդարադատ եւ հասկանան, ում ոնց վերաբերվեն։ Թե չէ երբեմն օրենք այնպես է գրված, որ գնում են այնպես մարդու են կպնում, որ ընդհանրապես պետք չի, դրա կարիքը չկա։ Ես կուզենայի, որ բարոյական հայեցությունը ծաղկեր восторжествовал, понимаете? Так что поехали Mercedes-ի հետևից բրատյա։ Աչից բարեկամներ, Ծաղուկ գյուղն է, Ծաղուկ գյուղ այսպես փոքրիկ, սիրուն գյուղ է, որը միշտ պատրաստ է բոլոր փորձություններին եղանակային, այդ տրակտորների կանգնացությունն է Կարծես հետյակների մեջի գյուղերից տինի։ Բարև Ծաղուկ, ինչպես եք։ Ծաղուկցի մայրենակիցներ, ամուր եղեք, ծաղկեցրեք ձեր գյուղը, մենք էլ գանք տեսնենք ուրախանանք։ Հրաշք է մեր Հայաստան աշխարհը։ Գնում ես թվում է թե որ չի կարող այստեղ մարդը ուղղակի ապրել, բայց քանի որ հայը հզոր է եւ ի վերուս տրված Աստծո շնորհով քարերի մեջ էլ կարող է ապրել ու ստեղծագործել։ Մենք այդ ազգն ենք։ Մի փորձեք ուրիշ բան մտածել մեր ազգի վերաբերյալ։ Մի հատ շատ լավ հոգեվորականի հանդիպեցի, այս խոսք գնաց, ես սխալ բան ասի թե հայի բնավորությունը, ասաց ոչ բարեկամ, ասաց ամեն յան ազգանով մարդիկ չէ որ հայ են, այդ ուղղակի անուն ազգանունն է այդպես, իրանք հայ չեն, իսկական հայերը լավն են, ստեղծագործ, աշխատասեր, հայրենասեր, ընկերասեր, սիրով լցված, սեր տվող, հյուրասիրող եւ քաջարի մարդն է հայը, յան ազգանով, այնպես որ գնանք այդ ազգանները կրող մարդկանց բնորան Սիսյան։ Սյունած աշխարհը շատ հզոր աշխարհ է եւ այստեղ գալուց իմ մոտ ցես մի հատ փոփոխություն է տեղի ունենում, այն պատմության նման, որ մեր արքային տարել են Պարսկաստան, որտեղի հայկական հող են լցրել սենյակի մեջ, հենց տարել են դե ագրեսիվ բացել, ասես սկսել է ըմբոստանալ, չէ՞։ Հիմա որ գալիս է սյունած աշխարհ, կարծես նախնիների մեր ոգու հետ շփվես ու լիքը մտքեր են գալի եւ մի բան էլ իրադարձությունները իրենց տեղում ունեն, իրադարձությունները մեր մոտ հետեւյալն են։ Ես լսում էի Մոնտե Մելքոնյանի մասին երգ, որ մեր աղբերն է երգում, ով Արա Այվազյան, Արա Այվազյանի այս երգը։ Ով լսել է, լսեք, էլի, ով չի լսել, թող լսի։ Այս երգը դարձնում Ես երգը գումարվավ սյունած աշխարհի էներգետիկային իմ մոտ բերեց այն մտքերը, որ ես միշտ զգացել եմ, բայց դրանց մասին չէի խոսացել։ Դրա համար ուզում եմ խոսել անպայման ու ասել, որը որից հետո է։ Մոնտե Մելքոնյանը, Վազգեն Սարգսյանը եւ նրա նման լիքը հզոր տղաներ մեզ համար ես այդ ժամանակ էլ մի տարեկան, 2 տարեկան երեխա եմ եղել եւ իրենց շնորհիվ
մեր այդ ուժեղ տղաների շնորհիվ, ուժեղ հայրենիների շնորհիվ կարողացել եմ իմ աչքերով տեսնել հայրենասիրության դրսևորում, հայրենիք սիրելու, հզոր լինելու եւ հայ լինելու բանաձևը տեսել եմ նրանց կերպարի մեջ ու մինչեւ այսօր տեսնում ենք ու մեզ լավ ենք զգում։ Նրանց արած գործը իրականում, ասեմ ձեզ, ժամանակի ընթացքում հասկանալի դարձավ, որ Անդրանիկ Զորավարի գործի շարունակությունն էր, որովհետեւ երբ որ տվեցին մեր Նախիջևանն ու Արցախը շունիկներին, հապոներին, այդ ժամանակ միայն Անդրանիկը ըմբոստացավ ու ասաց՝ «Ռատ եղեք, ես Սյունիքը պահելու եմ» ու նա պահեց, արեց առաջին մեծ հզոր գործը մեր հայրենիքը պահելու համար, բայց երկրորդ մեծ ու ճակատագրական գործողությունը կատարեցին մեր հերոսները Մոնթե Մելքոնյանի գլխավորությամբ, Վազգեն Սարգսյանի եւ մնացած մեր հերոսների գլխավորությամբ շատերը հիմա կան, հույս ունենամ, որ նրանցից գոնե 1-2 հոգի կնայի այս տեսանյութը եւ կլսի իմ շնորհակալությունը եւ ասեմ ձեզ, եթե նրանք չանեին այն ինչ որ արել են, Արցախը չգրավեին, մեզ ոգի չտային, մենք այս ձևի չենք եւ կգար օրը 2020 թվականը կդառնար ոչ թե Արցախը գրավելու օր, այլ կդառնար ոչ թե Արցախը գրավելու տարի, այլ կդառնար Սյունիքը գրավելու տարի, որովհետև Շունիկը միշտ էլ աշկ ունի մեր հողերի վրա, դա եղել է վաղուց, այսինքն մենք 30 տարի այդ պատերազմով մեր տղերքի շնորհիվ 30 տարի ունեցանք հնարավորություն, երկրորդ շանս, հիմա երկրորդ շանսը էլ չունենք, մնաց մեկ շանս, Սյունիք, այս Սյունյաց աշխարհը, որտեղով հիմա մենք գնում ենք, այս հզորությունը, մեր պատմության հզոր էջերից է, հզոր ու օրինակելի, որ մեր հայրենիքը հիմա կա, Հայաստանը կա, Հայաստանի Հանրապետությունը կա, Սյունիք եւ Արցախ։ Ափսոս, որ Նախիջևանը հետ բերելու փոխարեն կորցրեցինք մի բան էլ Արցախը։ Օրը ցավով եմ ասում, բայց բարեկամներ, դա դարձավ իրականություն եւ այս իրականության մեջ մեզ մնում է միայն հիշել, սնվել մեր նախնիների հզոր ոգով եւ կանգուն մնալ։ Պետք է ուժեղ լինենք եւ այս խոսքերը ես չեմ ասում, անկեղծ եմ ասում, ըստեղի էներգետիկան ու իրավիճակները այսքանը ինձ ասացին, որ բարձրաձայն է։ Շնորհակալ եմ ուշադրության համար, իսկ մենք գնում ենք Սիսիան ծնունդ շնորհավորելու հորաքրոջ։ Հզոր սիսիանցիներ, մենք գալիս ենք ձեր մոտ։ Բան չմնաց, անգեղակոտն է աչից, անգեղակոտ գնացել ենք այնտեղ լեգենդներով եւ պատմություններով, ժողովրդի բերանի պատմություններով ասում են, որ Վարդան Մամիկոնյանի գերեզմանն է, բայց հստակ ինֆորմացիա չկա, այնպես որ ես իրավունք էլ չունեմ հստակ բան ասելու, բայց կա նման իրավիճակ, իմացեք, գալուց գնացեք ամեն դեպքում, եթե մի օր պարզվի, որ դա ճիշտ է, նշանակում է մենք եղել ենք Մեծան Զորավարի գերեզմանին։ Այն Զորավարի, ով իր ոգով, ուղեղով եւ աշխատասիրությամբ կարողացավ համախմբել ազգը համախմբեց։ Մանուկից մինչև ահել բոլորը համախմբեցին եւ անտերամաբանական կենցաղային գործիքներով բարոյական հաղթանակ տարան։ Բայց բարեկամներ, ժամանակները փոխվել է, ինչքան էլ ոգով ուժեղ լինես, հիմա արդեն տեխնիկայի դար է։ Մի փոքրիկ այսպես փուճուր դրոնը որոշում է շատ մարդկանց ճակատագրել։ Այնպես որ ագենանք տեխնիկապես որ ուժեղ լինենք։ Սիսիանի տամոժնին ընկերներ կադրերում, որտեղ լիքը ֆուրա պոյեզ է առաջացել, ֆուրի վարորդներն է եկել ու մնացել Սիսիանի պոստում, որպեսզի այնտեղ բացվի նոր գնա։ Մեր բարեկամները, մեր թիմային աշխատողները, օրենքի աշխատողները լավ են աշխատել։ Տեսեք ինչ գեղեցիկ տեսարան է Սիսիան չհասած։ Նայեք, հզորություն է տեսարանի, զորեղությունը։ Լեռները ծածկված ձնով կիսատ ծածկված, որը ընդգծում է լեռների վեհությունը, նախշազարդեր են առաջացել լեռների լանջերին, կրծքի տակ, հերբում արևն է շողում են մի լեռների վրա, սա Սյունիքն է ընկերներ, հալա Էֆելյան աշտարակը նայեք, արով, ընդ բան անեն, ընդ սիրուն այգի սարքեն, տուրիստներին տանեն, հայեր եթան ընդ ֆրֆրան, նկարեն ասեն, մեզ էլ մեր Էֆելյան աշտարակն է, Սիս աշտարակն է, ես չէի տեսել էսի, տոնի մի անգամ տեսել էի չեմ հիշում, տեսել ենք մի անգամ, բայց շատ մոտիկից չենք նկարել, ունես որ նկարում ենք հիմա Վարդան։ Տեսեք ինչ գեղեցիկ բնապատկերի արժանացանք, հետաքրքիր է Հայաստան աշխարհը, առանց անտառների, անգամ առանց անտառների, առանց բուսածածկության, նա գրավիչ է, գեղեցիկ,
Եվ հենց այստեղ է իմ սիրած քարը, որը լայքի նման է։ Այս քարը, բայց այն կողմից նայից։ Այն կողմից գալուց նոր երևում է, որ լայքի քարն է այս։ Սա լայքի քարն է, ընկերներ։ Վարդան նկարի լայքը։ Սա նշան է, որ հենց հիմա մի պահ պաուզա տակ ու լայքեք։ Որովհետև ունենում ենք 15000 պրասմոտեր, 400 լայք։ Ինչ է սա, եթե ոչ իմ վրա ղժալ։ Մի ղժացեք իմ վրա, բարեկամներ։ Տեսեք ինչ գեղեցիկ է, օրը հզոր, օրը շատ սիրուն է։ Ստե ես կոչ եմ անում հետ գալուց դրոն հանենք Վարդան։ Ես կոչում եմ այդ բանը անենք։ Հասնում ենք արդեն Սիսիան։ Ծածանվում է եռագույնները։ Սիսիանի արծիվը ընկերներ թևերը վեր պարզած, կարծես ցույց է տալիս իր վիթխարիությունն ու հզորությունը։ Մենք էլ ընդունում ենք ու խոնարհվում ենք այդ հզորության առաջ, գնում առաջ, իսկ այստեղ երևի թե 9-րդ կամ 7-րդ դարի խաչքար է դրված։ Ով գիտի որի-որ դարի է անպայման գերեք, օրը տեսարանը, հարստություն օրը, անտառը։ Օհ, բերես, ես ինչ սիրում եմ։ Այսքան եկել ենք Սիսիան, անդադ վռազել ենք, չենք նկարել ոնց պետք է։ Այսքան որն է մի 5 անգամ ենք եկել։ Ես մենք եկել ենք Սիսիան։ Սիսիանը հրաշք քաղաք է, հագեցած գեղեցիկ բնաշխարհով, քարերով, սարերով եւ իհարկե լավ գեղեցիկ հայրենասեր մարդկանցով։ Սա Սիսիան մուտքն է, ընկերներ, տեսեք ինչ գեղեցիկ է։ Աչից ձախից բարդիներն են ողջունում, ուղեկցում եւ կամած հասնում ես քարակերտ ջունգլիներին։ Սա քաղաքի շենքերի մասին էր խոսքը, ով չիմացավ։ Տեսեք գնում ենք։ Շատ գեղեցիկ է Սիսիան քաղաքի ճանապարհը։ Սա որ հասնենք, բայց քիչ է մնացել որ հասնենք։ Եվ ուզում եմ գլխավոր խորհրդանիշներից մեկը ցույց տալ Սիսիանի, այս մուտքես գործում շրջանաձև երթևեկության վրա կա հրաշք արձան։ Հասնենք արձանին եւ միասին հիանանք այդ գեղեցիկ վարպետորեն կառուցված արձանով։ Հասնում ենք ընկերներս, այս շրջադարձը անենք, այս է սիրուն, ահա իմ նշած արձանը։ Մի պտույտ արձանի կողքերը Սիսիանում ու գնացինք Սիսիան։ Սիսիանի գեղեցիկ առօրյան է, կոլորիտը։ Ծանոթանում ենք, ուժեղանում, որ գնանք պատվերը տալու։ Մնաց 12 վայրկյան, որ կարմիրը փոխի կանաչի ու մենք գնանք։ Գնանք պտույտներ անենք, մինչև հասնի տեղ մեր տեսանյութը, որը տեղեկացնում է պատվիրատուին, որ մենք արդեն Սիսիանում ենք։ Ես ուզում եմ հայտնել ձեզ այն լուրը, որ արդեն Սիսիանում ենք եւ ուզում ենք գնանք անակնկալը անելու, բայց ինքը հասցե գրել էր Վարդան։ Սիսիան, Սիսիական 13 բնակարան 52, 5 երկրորդ հարկ։ Սամներ մենք հիմա հասանք արդեն Ջուլետա քույրիկին ու սիրված հորաքրոջը, նա մեզ համար տատիկ է, բայց իր եղբոր համար քույրիկ, իսկ եղբոր երեխաների համար սիրված հորաքույր։ Հետևաբար մենք գնում ենք համ սիրված հորաքրոջ ծննդյանոր շնորհավորենք, համ սիրված քույրիկի։ Եվ անում ենք այդ ամենը մեծ սիրով, ոգևորվածությամբ, ուղղակի չգիտենք, որ պադիեզդը պետք է բարձրանանք, նշեմ, որ այստեղ հարթապատման աշխատանքներ են տանում, որ ասֆալտը փռեն, փռելու են ասֆալտ այստեղ ընկերներ, այստեղ ասֆալտ է փռված լինելու մի քանի ժամանակ անց։ Հիմա լսում եք ինձ։ Հələ տեսեք այս պադիեզդնա, թե ուրիշ։ Հենց առաջի պադիեզդա, հələ ինչ որ պահի, հələ տենամ եք որնա, հենց այդ առաջի պադիեզդա։ Գնացինք իրար հետ, գնում ենք։ Գնանք Ջուլետա տատիկին ուրախացնենք, այսօր իրա ծնունդ։ Ես տեղել եմ եկել, ես նույն տեղն եմ եկել Սիսիան մի անգամ։ Դուք տեսել եք։ Հա, հենա մեզ դիմավորում են, լավ։ Հենա մեզ դիմավորում են, լավ, ասացին եկեք, գնանք։ Կապերը ահավոր են, ընկերներ։ Մենք էլ դիմանում ենք, էլի։ Ձեր ընտանանք։ Բարև ձեզ, ո՞նց եք։
Լավ է։ Ջուլետը տատիկը տունն է։ Հո չի գնաց է գործի։ Չէ։ Նոր եկավ գործ։ Ուրա մեր տատիկը։ Չի, տատի։ Տատի։ Ջուլետը։ Այս գիտի ինչ է կատարում տատիկը։ Տատիկին ֆիքսի որ։ Հա։ Ինչ ես ասել։ Ջուլետը տատի։ 1000 բարին ծննդդ շնորհավոր։ Ինչու ես դեմքդ խոժոր եկե, հələ ժպտա։ Այսօր քո օրն է, այսօր դու ծնվել ես։ Հիշում ես որ այսօր ծնվել ես։ Դե ուրեմ լսի։ Հիշի որ ծնվել ես, որովհետև այսօր քո ծնունդն է։ Քո համար բոլորն ուրախացել են։ Ուզում եմ քեզ քաղցրություն տամ, այդ ուր ես ուզում եթաս, նստես, հա, նստեմ։ Նստի ես էլ այստե նստեմ։ Նստեմ, քեզ քաղցրություն եմ բերել։ Գիտես ինչ լավ քաղցրություն, հա։ Գիտես ում կողմից է։ Հա։ Դե ասավ էլի։ Հա։ Ասա։ Տատիկս ոնց որ այսօր առավոտ բալուսով ջղայնացել է։ Ջղայնացել եք տատիս։ Դե ուրախացի այսօր քո օրն է, ժպտա ես այսօր ես ծնվել ես, կյանքդ սկսել է, հա։ Դա լավ երազանք պահի չի։ Քեզ ուզում են ուրախացնել քո բարեկամները, քո հարազատները։ Ապրես։ Բայց մի հոգի կա, որ քեզ այնքան շատ է սիրում։ Իր լույսն ես, իր արևը, իր անունը գիտես ինչ է։ Իմ հոգու անբաժան բաշին Արշատ աղբերը, քո աղբերը։ Դե մի հատ իր ընտանիքի կողմից քեզ շատ են սիրում։ Մի հատ երազանք պայփ չի կատարվելու, հա, ինչ ուզես ելնելու է։ Ինչ ես ուզում ելնել, ասա։ Ինչ ուզբայնի։ Մի բան ուզի։ Սալամաթին են։ Ռախեկը սալամաթին են բրծնեկին։ Դե, չի, կատարվելու է իմացի։ Շում ես։ Ապրի Ջուլետա տատիկը։ Ռոմեո ու Ջուլետի տատիկն ես դու։ Հա, մեծացել ես այդքան, հա։ Դες քաղցրությունը փոխանցենք հարցնա, չէ՞։ Հարսիկը թող տանի։ Ես քեզ ուզում եմ հիմա նվիրեմ այս սիրուն արևա բույր ծաղիկներ։ Դու սիրում ես ծաղիկներ, հա։ Իսկ համար է։ Ուզում եմ մի հատ էլ քեզ մի թեթև վախացնեմ։ Գիտես ինչ ենք անում հիմա։ Հա։ Ես գիտես ինչ անում։ Ես պայթում եմ։ Այնպես որ չվախենաս։ Չես վախենում, չէ՞։ Այ հա չվախենաս։ Ինչքան եմ սիրում քեզ Իմ աչքի լույսին քեզ Իմ հոգու անբաժան Այս էլ քեզ ոսկի վերևներից որ առողջ ես, լավ ես, այդ սերը զգաս, զգում ես, չես սեր, Ուր ես գնում ուր Ռուսաստաններից, դե լավ որ քեզ ուրախ ելնես, երջանիկ ելնես, խոսք ես տալի, հա, խոստանում ես, հա, ոնց որ տրամադրություն չունես բալուսով, ինչ այլ է, այսօր քո ծննդիդ օրը չես սիրում, հա, ինքը տենց լուրջ է, էլի լուրջ է, ասես հանգիստ, Դες ոսկի ենք բերել քեզ, հա։ Դե լավ էլի, առողջ էլի, մենք է գնանք, քեզ լավ որ հուսով եմ ուրախացար, հա։ Ուրախ ես։ Հələ մտ ասա ուրախ եմ։ Հա, բայն չեմ ուրախ չեմ։ Քեզ շատ են սիրում, առողջ ելնես ամենակարևորը։ Մենք գնում ենք Երևանները։ Մենք պետք է գնանք Երևան, հեսա քաղցրը կվերցնեմ։ Օրա, ես իմ սիրած քաղցրից է, երկու հատ կվերցնեմ սիրածից, որ ինքը ասի չեմ ուտում, ես ուտեմ։ Անկեր, վերցրու, ես էլ քեզ ես քաղցրությունը։ Ջուլետա տատիկ, լավ էլի, առողջ էլի, մենք գնացինք։ Շատ ապրեք, շատ շնորհակալություն ձեզ էլ ուղարկողներին էլ։ Մեծ սիրով։ Ջուլետա տատիկը։ Հաջողություն։ Իմ հանդիպած ամենա հետաքրքիր տատիկներից էր։ Նա այն հին ու բարի մտածկով տատիկներից էր, էլի։ Նոր այն լավ օրն էլ միշտ մտածում են ինչ անեմ, ոնց անեմ, որ լավ լինի։ Բայց ամեն ինչ լավ է։ Վարդանն էլ հայ թե գրկախառնվում էր այս ժեշտից դռան հետ, բայց չգրկախառնված։ Հիշամցիներ, լայք, դրոնով տես գալու։ Դրոնով տեսեք ձեր քաղաքը, որտև էլի են գալու։
եկանք, ամփորձանք, հասանք, անակնկալն արեցինք մեր ջուլետատատիկի, հիմա վերադառնում ենք մեր Վայոց ձոր եւ ճանապարհը գնալու ավելի ուզում եք բարթանալ, որովհետեւ այս պահին քամի է եւ բուքի վտանգը գնալով շատանում է, դեպաբար կարող է շատ հանգիստ սկսել բուք։ Ձախից երևում է արևը, շողում է, ասում է մի անհանգստացեք, ամեն ինչ լավ է լինելու, գնացեք ձեր գործերին։ Մենք էլ գնում ենք, արև հետ խոսացել պայմանավորվել ենք։ Շնորհակալ ենք, արև, ապրես։ Այանքո դանջը Արցախն է բերել Արցախի համար քո կյանքն ես տվել Յանի ավկոն արիմ։ Բարեկամներ, մենք հասանք Եղեգնաձոր, հրաշք տեղի ունեցավ, մեկ էլ տեսնեմ, կինս եկել նստել է մեքենայիս հետևի նստատեղին, նստել է հետևի նստատեղին եւ ասում է գալիս եմ ձեզ հետ։ Դե որ գալիս է, մի պատճառ կա, շատ կարևոր պատճառ, սուրբ կապի պատճառ է սա։ Մեր իմ ու Հայկու Սանուհու ծննդյան օրն է, հետևաբար հրենապահանկար են սարերի այդ գեղեցկությունը, հետի 1001 ալում։ Եվ կարծես թե Եղեգնաձորում ռեյդ է կատարվում, բարեկամներ, մեքենաները պարեկային ռեսկի շատացան, չգիտեմ ինչն է պատճառը, ինչ է եղել, բայց շատ են։ Մի խոսքով, եթե հանցագործ կա, վատ մարդ կա, թող բռնեն, տանեն, ինչ ասեն։ Եթե լավ մարդկանց են բռնում, թող չբռնեն։ Հիմա գնում ենք ընկերներ գետապ մեր Սանուհուն ուրախացնենք։ Նա առհասարակ չի կասկածում, որ կարող է քավորն ու քավոր կինը գան, ասեն ծննդը շնորհավոր։ Սանուհու տորթը նա։ Ինչ արի, արդեն բան արի։ Բան արեցիր թե չէ։ Մենք կպարն դի թե չէ։ Հա։ Մի խոսքով ընկերներ գնանք հասնենք գետապ։ Գետապն էլ ուր էլի, հենա 2 մետր են յանա էլի, այն շի հեռու տեղ են գնում, բայց գնում ենք մեծ սիրով։ Սիրով ես գալի Հայկուի։ Բուկետը ձիգ-ձիգ կբռնես, դու ես նվիրելու։ Հիմա հավատվել են ծննդեն անում, խորոված են արել։ Բարեկամներ, սա շատ կարևոր պահ է, եթե խորոված եղավ, պետք է մի թեթև նստենք էլի, որ խորոված արած են, եթե խորոված արած չեն, չենք նստում։ Գրանատես մանգալի, բարեկամներ, մեր նռնակն է թափել Porsche-ի աջ կողմի դրսի նռնակը, ով նռնակ ունի, որ կարա Անուշ աղբորը տա, ով էլ կտամ, խնդիր չի, ուղղակի տվեք, աղբերես ես գիտեմ ուր կետանք, անգար մոտորս է աղբերես, անգարում ամեն ինչ կա, ու դսից բերած, լավ որակի, քիչ քշած, եվրոպաց քշած ինչ պտի լայ աղբեր, հայերն են ավտո քշում, եվրոպացիները աղբերս ավտոն առնում են, Porsche են վերցում, 30-40 հազար քշում կայնստում են, դրանք ինչ գիտեն ավտո սարքելն ինչ է, հա? Տիգրանին խնդրում ենք, որ մեզ օգնի այդ հարցով, Տիգրան, գրանատ է պետք, բարեկամ, նռնակ։ Ասեմ ձեզ ընկերներ, որ մենք արդեն ունենք մի ծանոթ Անուշ աղբեր անունել Տիգրան, ով զբաղվում է նման, մյուս նման եւ լիքը նման մեքենաների համար պայստամասերի, որակյալ եւ օրիգինալ պայստամասերի ներմուծմամբ Եվրոպայից, օրիգինալ զավոդներից Հայաստան։ Աջ դրսի նռնակ է հարկավոր։ Քիչ թողա գցենք ավտոյի մեջ պայթի։ Մեքենա էլ կարող է բերել։ Հետևաբար չենք կորցնում պահը, զանգարում ենք այս համարով, ձեզ ինչ պետք կլինի, Viber, WhatsApp-ով կապնում եք մեր Տիգրան եղբոր հետ, շատ արագ կպատասխանի, մաքսիմալ արագ ձեր հարցերին լուծում կտա, դուք էլ գոհ կմնաք։ Մեր Տիգրանը ապրում է Գերմանիայում, իսկ Գերմանիայում մեծամասն լուրջ մեքենաների զավոդներն են, գործարանները, որտեղից նա իր կապերի, իր շնորհքի շնորհիվ կարողանում է ձեզ տալ ամենաօրիգինալ, ամենահարմար գներով։ Հիմա ընկերներ, այս գեղեցիկ ասֆալտից հետո մտնում ենք իմ Սանիկի ջրափոսային թաղը։ Այստեղ աճեցնում են տարբեր տեսակի ձկներ՝ կարմրախայտ, կարպ, իշխան, ստերլեց եւ այլն։ Այս փոսերի մեջ մեծանում են անապակ ջրով հագեցված ձկներ։ Եթե ուզում եք, ասեք, զակաց տվեք, կուղարկենք կգա փոշտով։
կարող ենք ակվարիումով էլ ուղարկել։ Այն կանաչ տրակները վկա։ Սանուին կասկածներ ունի, որ մենք գալու ենք, հոնես չես խոսացել, որ պատկերացում կազմի։ Նորակառույցներ են Գետապյուղում, Աստվածօրհնի բոլոր նորակառույցները, հայոց օջախները, ես вообще չէ ոչինչ չեմ ասում, բայց դե պետք է կանենք այդ դեպքում։ Ինչ անենք։ Այսպես մտնենք ցեխերով այդ հանք։ Ախպեր արի քաշենք մտնենք հայաթը, լավ։ Գրդգրդում է նռնակը, Վարդան։ Նռնակագրդ է լինում մեքենան, իշտում ենք սաղս մի անգամ իրար հետ չենք թողում ժամանակ անցնի։ Դա ուր է Սանուհիս։ Սանուհիս ուր է։ Սանուհուս խմար եմ բերել, Յուրի։ Հոտաշ։ Տաղի, դա սենզի։ Էտարի, լավ, էտարի լուսամտի մոտ։ Դեն չէ, ախպեր ես, ինչպես ուզել ես։ Բարև ձեզ, ես ուզում եմ ամենատարբերվող անակնկալը անեմ։ Արի, ծննդդ շնորհավոր, ծափերն ուր են։ Ծափեր տվեք, խորոված չենք անում, ծափեր ենք տալիս։ Ծննդդ շնորհավոր։ Դացտե խեղտինք Սանուհուն, տեսար։ Խեղտել ենք։ Այս սալուտը խեղտող հատկություն ունի։ Մեծ երազանք պահի, ռոմանտիկ տեսարան է, էլի։ Հիմա մենակ գիտես ինչն է պակասում կամով։ Այն մարդը, որ կարող է հենց հիմա գալ քեզ գրկել, բայց կրակավար։ Դա եմ էլ յար գրկելը, քավոր դա եկելը։ Արի։ Արիլը։ Հա, քավորը մարդ չի։ Մեծ պոպուշ երազանք պահի, կատարվելու է, այսի հեքիաթային անակնկալ է, լուսամուտից այն կողմ, կիսաբաց լուսամուտներ են, կերներ։ Ծափեր տվեք, փչելա, փչել է նա։ Առողջ լինես, լավ լինես, ես վերցրու, ուր այկավ ասպետը։ Լավ, սպասի ես պտտվեմ։ Չէ, հլը կայլ թո ինքը գա։ Հլը թո գա, ամեն ինչ այստեղ է, հենց ես պահին։ Դա մեծ խորոտ գերկի։ Գերկա պաչա։ Դավայ, սիրուն, սիրուն։ Հա։ Շնորհավոր։ Սիրով լինեք, լավ լինեք, այսպես տես գործի չի գնացել, մնացել է քո ծննդը անի։ Մենք լացող երեխա ունենք, քավորի բալա, մի լացի, ամեն ինչ լավ է։ Շնորհավոր ելնի, բան չի խորովածը շոտ չեք արել, մեռնեմ սրտից։ Շարիրեք գոնե, շարիրեք։ Բարե։ Այնս, օրը կան երկու անգամ վարվես։ Հա։ Բարեկամներ, սա այն կրակն է, որի վրա շուտով կլինի խորոված։ Բա։ Բայց մենք գնում ենք։ Ուր։ Դա իշտա չես էթալ, հա, հայկույն թո մնա ախպեր։ Ես էլ եմ էտ ասում, թո հայկույն մնա գալիս է ինչ անի այ ախպեր։ Մնա հետա գալու։ Դու մնաս, վայրան թռնի վերջ պասատան տագել։ Չէ, ես բան եմ անում։ Քավորի բալա վերց։ Վերց, ասում եմ վերց, նվեր կառնես։ Հա։ Ախպերս դարը ուր կգաս, դա այդ քշերը 11-ին է, 12-ին դե զակազ ունենք։ Հոդվածը թևի տակը ֆրաս։ Իզվին, մեր արխետ էթալու է, ախպեր, եսի հաշիվ չի։ Այստեղ Սանուհի և քավորկին դյալաջի է ֆռում։ Ես այդքան անպայման։ Ֆռում է դյալաջի, քավորկին, Սանուհի։ Բարի ճանապարհ քեզ ուրախոր, բարի օր, ուրախացեք քեֆ արեք, կպարեք մեկ քիչ էլ։ Մինչև կգնանք կենշենք մենք։ Հա, նկարի։ Կադրերում այն զույգն է, որ 3 տարի էր, տոլի 4-5 տարի առաջ էր, դարձան քավոր։ Միակ ու անկրկնելի իմ սանիկական զույգն է։ Եթերում։ Գեղեցիկ ընտանիք են կազմել, 2 երեխա, երրորդը հեսակ ունենան, մեքենայից նռնակն է թափվել, պետք է հավաքել։ Կարող է լռի, եսի վաբշե լռում, հա։ Չլռի խայտարական ես։ Լավ գնացինք, դե բարեկամներ, լավ մնացեք, մենք գնում ենք քաղաք Արտաշատ, ինչ հոլ։ Նարեհոլ։ Սասնոքաջեր վերցրին զենքեր մահնաճկերի մեջ առան Սասնոքաջեր վերցրին զենքեր մահնաճկերի մեջ առան
Բարեկամներ, Վայոց ձորը այսօր չի դադարում զարմացնել իր գեղեցկությամբ եւ խաղերով։ Ամպերը հյուր են եկել եւ որոշել են գեղեցիկ ժայռապատկերներ մեզ նվեր տալ, ընդգծել լեռների գեղեցկությունը, չնայած ես սրանք շատ եմ նկատել, շուկանից եմ նկատել, բայց հիմա մեկ ուրիշ գեղեցկություն է, որով կիսվում եմ ձեզ հետ ու ցույց եմ տալիս, թե ինչքան գեղեցիկ է մեր հայոց աշխարհը, ինչքան բարեբեր է եւ վսեմ, այն հզորացնում է մեզ, հենց տեսնում ես հզորանում ես։ Գնալով ընկղմվում ենք մառախլապատ եղանակային ճանապարհների մեջ, որտեղ փորձանք կա, բայց եթե ճանապարհը ճշմարիտ է, արխային քշի բարեկամ, քշի ինչքան կարող ես շատ, որովհետև դու ճիշտ տեղ ես գնում։ Գնացի։ Ինչպես նշում էի, հյուր եկավ մառախլապատ եղանակը, բայց մենք ընդհանրապես չենք նեղվել։ Մենք շարունակում ենք մեր ճանապարհը։ Մի քիչ պակաս արագությամբ, բայց շարունակում ենք։ Գնում ենք սիրված կնոջ ծննդյանոր շնորհավոր ենք ամուսնու կողմից, որովհետև այսօր այդ օրն է։ Այսօր հենց այսպես պետք է լիներ։ Անունը կարամ ասեմ։ Անունը գիտեմ։ Գնում ենք Արտաշատ բարեկամներ։ Արտաշատ, Փարքը շատ, Նանե Music Hall։ Մեր տիկին ունեի, ունեք հյուրիկի ծննդյանորն է։ Գնում ենք շնորհավորենք եւ թե լավ բաներ մարդիկ, էմոցիաներ ենք տանում Music Hall Նանե։ Հա, Նանե Music Hall։ Գնացինք։ Բացվում է երկինքը, ընկերներ, մառախուղը իսպարծրվեց։ Այո, նա նկատեց, որ մեր ճանապարհը ճիշտ է, դրա համար էլ գնաց, ամոթ արեց, գլուխը կախ գնաց, կարմրած գնաց նա։ Այլ կերպ հնարավոր էլ չէ։ Մենք արդեն Վայոց ձորի վերջին հատվածներն ենք հասել։ Հիմա վերջի կադրերն եք տեսնում Վայոց ձորից, այնպես որ իմացեք։ Արա էլի եկավ, արա։ Այդ դու ամոթ ունես, չի կարելի։ Ով քեզ ասած գաս։ Այ չար մառախուղ։ Բարեկամներ 4 տող է բեռնախցիկում, պետք է շատ սահուն վարել, որպեսզի նրանք չլխկվեն, չճզմվեն։ Այդ ինչպես կան, այդպես մնան, որտեղ հասնեն։ Արա շատ սիրուն է, հեթյաթ ուղղակի, տենում ես Վարդան, տենում են մեր բարեկամները, թե ինչ հեթյաթի միջով ենք մենք անցնում։ Երկինքը իսկապես այսօր մեզ անակնկալներ է մատուցում, շատ հաճելի։ Հայոց լեռներով կանցեք, հավքեր իմ սիրուն, քաչայդուկից բարև, տարեք դեպի դուն, ձեր արձավի պես մոլոր, օտարավեն, ծնով ովին կարոտ, մտավ ապեշկում, ելի դաշնակդերով, բասկի տուժևեր, ձայն տուրքո կաջերին, Էցիր կոներ ժույգը, կեշիք սարնի վեր, ձայն տուրքո կաջերին, գնաս թե արդում, հրկիր քո հայրենիք, չքնան սուրմանու։ Բա, տեսար իշ երկել երկին, դուրս եկավ հավանում եմ ես իմ երկերը, ես աստղ եմ, ադամանտ։ Եթե ես ասեմ այսօր երկինքը մեզ նվերներ է տալիս, դա թույլ կլինի, դրա համար ուզում եմ ասեմ, այսօր հայոց աշխարհը դրախտի է նմանվել, իսկ մենք այնտեղ ման եկող արարածների, այնպես որ ինչքան կարող եք նմանվեք հրեշտակներին, ապրեք հրեշտակների նման, որ այս սիրուն պատկերների մեջ ձեզ ավելի լավ գտնեք, ավելի գեղեցիկ ձեզ զգաք, թե չէ լավ չի լինի։ Մենությունը ուղղակի կախարդական է այսօր, ամբողջ Սյունիքով, Վայոց ձորով, Արարատի մարզով, հրաշք։ Շատ սիրուն է, չէ՞ Վարդան։ Ես կարմիր հող եմ կարի, էլի։ Տեսեք, սա Տիգրանաշյանի ոլորաններն է, տեսեք նկար, ֆոտոգրաֆը նկարում է։ Նա այնքան է հիացել, ուղղակի ծռվել է ու նկարում է։ Ինչպես որ մենք, ֆոտոգրաֆիա է անում նա։ Բարեկամներ, հրաշք է այսօր։ Ես սիրում եմ, որ մարդիկ զգում են այդ տոնկի գեղեցկությունը, էլի։ Պետք է զգաս, որ կյանքդ, ներաշխարհդ հարստանա։ Մի տեսարանից անգամ կարող ես հարուստ զգալ քեզ հետ, նայ կարծես ամպերը եկած ու գրկած լինեն այս բլուրը, որի վրա մեր տղերքն են, պահում են սահմանը անառիկ։ Իսպեր դիմացից գնում է ֆուրը։ Ֆուրը տանում է տարբեր տեսակի ուտելիքներ եւ ապրանք։ Եվ ձեռի հետ էլ չասնում է ասֆալտը, եթե բերեգրուզ է լինում։ Բայց եթե բերեգրուզ չի, ապրի ֆուրը։
որ տանում է այդքան լավ բաներ, բարիքներ մեզ համար։ Մենք մտածում ենք Մասիսը կերևա, բայց այսօր որոշել է ամպերի հետ ընկերություն անի։ Հավաքվել են խորատա անելու։ Հենց որ Մասիսը չերևաց։ Չկնաղագեղ մայրամուտն է Արմաշի ֆոնին, առջևում Արմաշի լույսերն են, վերևում Մալինովի ամպերը եւ հրաշք մայրամուտ, ներդաշնակ մայրամուտ, որը միայն մի խորհրդով է, որ վաղը լինելու է արևածագ։ Եվ այդ առիթով պետք է ուրախ լինես, որովհետեւ դու վաղը ունես նոր օր, որ պետք է ապրես նորովի, ստեղծագործես եւ առաջ գնաս։ Փորձեք ամեն օր մի քիչ ստեղծագործել, որ ձեր ամբողջ կյանքում ապրած օրերը միասին ստեղծեն մի շեդևր, որը կլինի ձեր կյանքը, որը ձեր մասին կպատմի ձեր չլինելուց հետո, ձեր եղած ժամանակ եւ այլն։ Այդքանը կասեմ։ Շատ չեմ ասի։ Եկամներ, եկանք, մութն էլ եկավ, միասին իրար հետ եկանք հասանք Նանե Music Hall, որտեղ հավաքվել են մեր բարեկամները, նշում են ծննդյան օր։ Իսկ մենք նրանց հյուրն ենք հրավիրված։ Գնանք տեսնենք ինչ են կազմակերպում, ոնց են կազմակերպում, որ սիրուն տեղին ամեն ինչը լինի։ Մեր սախը։ Արտաշատ քաղաքն է կադրերում, քիչ վերև Նանե Music Hall-ը, Music Hall Նանե։ Ուր ես դու Music Hall Նանե։ Ահա, ես մի Music Hall Նանեն է, լավ։ Ես գիտեմ են մյուս Music Hall-ն է։ Լավ, եթե այդպես ուրեմ ես կմտնեմ։ Ես ընդհանուր զալա նստած են ժողովուրդը, մի հատ է ճշտումներ անենք ու մտնենք, էլ հետանք դրանք ստե բան կա, նախասրահ կա, իհարկե կա։ Լավ էլ նախասրահ։ Ձեր սեղանը որտեղ է, հեռու է թե մոտիկ է։ Հենց առաջ։ Բայց երաշտական համարը երբ է պրծնելու։ Երբ ուզեք։ Հա։ Դե ուզում ենք։ Ուզում եք։ Թող պրծնի։ Հոբելերյանն ունե, անակնկալում կողմից։ Վաչիկ իր ամուսինն է։ Այո, Վաչիկ ամուսինն է։ Իր ամուսնու կողմից։ Քան տարեկան է։ 61։ Հա, դիկին ունեն, հա։ Հա, մի րոպե։ Բանը, ես ստե կարանք բան պայթացնենք։ Ապա չեք կարա։ Վերևը։ Կարանք։ Վաչիկ մեծ աղբեր, անակնկալը 10 մատ է, բա, երաշտությունով է կտրում, երաշտությունը։ Երբ որ կտրվում է երաշտությունը, չենք պարում ծափեր ենք տալիս, որտեղ ամեր դիկին ունեն։ Եմ ձեզ ուրախացնելու, հլի եկեք ես կենտրոն, ես ընչի ծափեր չեն տալի, որ։ Եղաննաձորից եմ, կես արենից եմ։ Հո, բա շատ լավ է, էլի։ Դրա համար հենց ընդից էլ եկե հասել եմ, վրից սենց Եղեգնաձոր հոտնա գալի, արենի։ Մի խափի, ես քեզ լավ գիտեմ, մի խափի։ Չէ, ոնց, սենց ընդից եմ եկել, չեմ, դա լրիվ ճշմարտություն է, եկել ենք ձեզ ուրախացնենք, բայց այնպիսի մարդու կողմից, ով այստեղ չի, ով կլնի։ Մարդկա, որ ուստեղ չի։ Հա, Առաջին ճիշտ եք շատ, ենքան մարդ կա, որ ստեղ չի։ Առաջին ամուսնյակս, երկրորդը Շատ Առաջինը, հենց առաջինը եւ միակը անկրկնելին ձեզ շատ է սիրում։ Ու որոշել է ուրախացնել։ Աղջիկներ ծափեր տվեք, շատ պասիվ եք։ Դա երազանք պահեք, այս պահը ձեր պահն է եւ իմացեք, որ կատարվելու են ձեր բոլոր երազանքները։ Այսօր այդ օրն է։ Շատ լավ է դա։ Բա ով կարող է ծաղիկ նվիրել, որ, հա։ Ով։ Բոլորն կարող են։ Բոլոր ով է ուզում։ Հələ առաջարկեք, հələ ասեք տենամ ու մենք ընտրենք։ Հարսիկը նվիրի։ Բա տորթը ով տանի, որ ինքը նվիրի։ Բոլորը։ Ինչ բոլոր չկա, մի հոգի։ Հիմա հարսիկը ջերմագին սիրով Ռուսաստանից ձեր ամուսնու սիրով հագեցած քունջը կհանձնի ձեզ։ Մի հատ էլ կգրկի կպաչի, շատ է։ Երազես դու ինձ համար սիրելիս, աչքերից
Եվ այս ոսկիները թափում են երկնքից հատուկ ձեզ համար, ձեր ամուսնու հրամանով։ Նա ձեզ շատ ասում, ասում սպասի ես այս երկու կգամ։ Շնորհակալություն Ստեփան ջան։ Իսկական ոսկի չի, հա։ Հենց ինչ ես նայում։ Իսկական։ Հա, շատ է։ Երեք նայում էին, որ էլի եկել էր Նոյեմ հոլ, մեր Շահումյան գյուղի։ Հա, Շահումյան գյուղից եք եկե, նան Չէ, եք։ մենք Արտաշատից ենք, բայց Շահումյան իմ ծննդավայրն է։ Հա, շատ լավ է։ Բա իրանք էլ են Արտաշատից, ձեր ընկերուներն են, հա։ Բոլորը անակնկալ Հարսիկի կողմից։ Ինձ ասում է գնում ենք Երևան, Grand Canyon։ Հարսիկն է արել ամեն ինչ։ Այո, ամեն ինչ։ Հարսիկը կազմակերպել է, բայց փողը բանա տավ, էլի։ Սկեսար հայրիկը, հա։ Ով ուզում է տա միանշանակ, ինչի՞ Հա, կհասկտա։ հա, տղանա տավ է, հա, տղանա տավ է։ Հա, տղանա տավ է։ Դες լավ որ բարձր տրամադրություն քեֆ արեք։ Չէ, մենք գնում ենք ուղիղ ուր ենք գնում, Բաշինջաղյան փողոց, որը Բաշինջաղյանը շատ հայտնի կարկառուն հայ է, իմացեք, մենք գնացինք։ Լավ որ ձեզ, լավ որ բա քեֆ արեք, ուրախացեք։ Ահա, բարեկամներ, մենք հիմա ես հիմա ուղելով իմ վերևի շորը տեղադրում եմ հետևի սիդելնիկին, որտեղ նստած է իմ կինը, ու գնում ենք Բաշինջաղյան փողոց։ Վարդան, հələ խփի Բաշինջաղյան փողոց տենանք ինչքան վաղտից են գնում Բաշինջաղյան փողոց։ Արա ախպեր, ես դեռնից իշկա թափել ասա Արտաշատի մայթերին հավաքում լեցում էլի ավտոն, մենք այդ մարդը չենք ախպեր, չենք կարա, տենց աղտոտելով մանգանք, գնացինք բարեկամներ։ Բարեկամներ, մենք հիմա գնում ենք Գևորգ Բաշինջաղյանի անվան փողոց, հասցեն այնտեղ է, գնում ենք քույրիկի և եղբոր ծննդյան օր շնորհավորելու Քերի Ասատուրի և եղբայր Գրիգորի կողմից։ Հոբելյարների անունները Վարդան դու չգիտես, բայց ես կարող եմ կարդալ և իմանալ շատ արագ տեմպերով։ Հարգանքներս մենք հասանք արդեն Երևան և Բոնգլոդեշյան այս Մալաթիայոտ այս գիշերով մենք գնում ենք ուղիղ ընկերներ Գևորգ Բաշինջաղյան փողոց։ Երբ որ ինձ ասեցին հասցեն, ես մի անգամից մտածեցի ով է Գևորգ Բաշինջաղյանը, պարզվում է ժամանակակից ռեալիստական բնանկարչության հիմնադիրն է Հայաստանում։ Բացի այդ նա եղել է քաղաքական գործիչ, գրող, մի խոսքով շատ պիտանի անձնավորություն իր հայրենիքին և շփվել է ժամանակի մեծերի հետ, Կոմիտասի, Հովհաննես Թումանյանի, Աթաբեկ Խնկոյանի, Ավետիք Իսահակյանի, Արշակ Չոպանյան, հա, դե ես Արշակ Չոպանյան ոնց որ չեմ ճանաչում, դրա համար ում ճանաչում եմ իրենց անունները տամ, հովոնել այդ նկարը կդնի անպայման մոնտաժով, որ տեսնեն ում անվան փողոց են գնում։ Գնում ենք ընկերներ անակնկալ տանենք քույրիկի և եղբոր, նրանց ծննդյան օրն է Արնոյի և Աստղիկի ծննդյան օրն է այսօր, և նրանք ունեն անակնկալ Ասատուր Քերի ընտանիքից և Գրիգոր եղբոր ընտանիքի կողմից։ Նրանք պետք է ուրախանան այսօր, էլի ուրախ են, իրենց համար նշում են իրենց ծննդյան օրը, հավաքվել են բարեկամներով, բայց այ Ասատուր Քերին և Գրիգոր եղբայրը այստեղ չեն, դրա համար մենք ենք եկել։ Վարդանը Գրիգոր եղբայրն է, ես էլ Ասատուր Քերին։ Գնում ենք, շնորհավորենք, ուրախացնենք, հարգանք ու սեր տեղ հասցնենք ու գնանք հետո ջրվեժ, ընկերներ, ջրվեժել ունենք անակնկալ, որտեղ եկել է մեր մեծ աղբերը, ով Ամերիկայից երկար հետևել է մեր տեսանյութերին և նա մի թաքուն երազանք ունի ինձ իսկական տեսնելու, դրա համար գնում եմ որից տենա, համար շնորհավորենք ծննդը, ուրախացնենք։ Միթե հրաշալի չի։ Հրաշք է, հրաշք։ Իտ Բաղոյան մեծ աղբեր Անուշ աղբերը եկել է Ամերիկա իր թորնիկներին տեսնի։ Թորնիկներ ունի այստեղ, որ ծնվել են ինքը չի տեսել և միանգամից էլ իր ծննդյան օրն է նշելու մեծ մասշտաբով, բոլոր բարեկամներին հավաքել է, բոլորին տեսնի, իրար հետ քեֆ անեն, ուրախանան։ Այսօր էլ Մալաթիայի կողմերը ոնց որ ագրեսիվ վարորդների շքախումբ է հայտնվել և մեկը մյուսին սիգնալ տալով, վրեքը քշելով, իրար բան ասելով գնում են, էլի, ասենք, ինչ կա աղբերը, չեք այտենց անում, չեմ կարող հասկանալ, չի լինում հասկանալ դա ընդունել, որովհետև բարեկամներ, եթե ջղայնանում ես քո մեքենայի մեջ նստած, այն ջղայնությունը քոնն է և հետևանքներ չունի, քանի մեքենայից դուրս չի եկել սիգնալի տեսքով և մնացած բաների տեսքով իմացած եղեք, եթե դուք սիգնալ եք տալի ու տենց վատ եք քշում, իմացեք, որ ձեզ հաստատ ուրիշ մեքենաների մեջից հնարավոր է սիգնալի ձեն չլսեք, բայց ձեր հոգուն ահագին կդիպչեն քֆուրային եղանակով, այնպես որ խելոք մնացեք։
Ձեր համար հանգիստ գնացեք ակետից բեկետ, սա ասել գիտենք, ինչա, ոնց է, ինչու է։ Բոլորս էլ կարող ենք չար լինել, բայց մենք ընտրել ենք բարի լինելը, մենք բարի ենք, մենք ոչինչ չենք ուզում վատ բաներ անել ոչ մեկին։ Մենակ լավը, հիմա գնում ենք լավ գործով։ Սեբաստիա փողոցն է, ընկերներ, բարձրանում ենք, գնանք Լենինգրադյան, Սեբաստիա խաչմերուկ, այնտեղից էլ բարձրանանք, շարունակենք, երևի թե էլի Սեբաստիա կլինի, եթե Սեբաստիա փողոցը չի, ուրեմն այդ փողոցով բարձրանալու ենք, գնանք հասնենք Բաշինջաղյան փողոց, որտեղ մեր հոբելյարներն են, Արնոն եւ նրա սքանչելի քույրիկը, Աստղիկը։ Նրանք հիմա ծնունդ են նշում, հավաքվել են բարեկամներով։ Տան մեջ իրենց համար նստած հավեսով քեֆ են անում, իսկ մենք պետք է գնանք, պարտադիր, բան չմնաց հասնելուն։ 20-5 րոպե է, իսկ նավիգատորը ցույց է տալիս, որ հələ 6 րոպեից հասնում ենք։ Այնպես որ 6 րոպե անց մեր համար, իսկ ձեր համար հաշված րոպեներ 1 րոպե, 2 րոպե հետո տեղի կունենա այցը, մուտքը։ Գնացինք հետապնդելով Nissan March-ը, կարմրագույն, գազարագույն, գունեղ March-ը։ Բարեկամներ, փողոցների անունները կարդալով գնում ենք եւ հիմա գտնվում ենք Ջանիբեկյան փողոցում, որտեղից ձախ քարտիչով մուտք են գործելու Վշտունի փողոց։ Վշտունի փողոցը, ընկերներ, շատ ուրախ փողոց է, հանկարծ անվանը չխաբնվեք, շատ գեղեցիկ փողոց է, մի անգամից երևում է, այստեղ ժամանակին շատ են բալիկները ֆուտբոլ խաղացել, հիմա մեքենաների քանակը որ շատացել է, այդքան շատ չեն խաղում, բայց այն ժամանակ շատ են խաղացել։ Վշտունի փողոցն է ձեր կադրերում, իսկ մեր դիմաց լիքը արգելապատնեշներ են բարեկամներ, որ պետք է հաղթահարել ու գնալ առաջ։ Հա? Փոսեր էլ կա Վշտունի փողոցը։ Դե մեկ քիչ պետք է անվան հետ համահունչ լինի, թե չէ, որ լրիվ իդեալական փողոց ելներ, անունը չէր բռնի փողոցի հետ։ Բարեկամների, մի զանգեք, երբ որ ես չեմ պատասխանում, ես պարապ նստած չեմ, գործ ենք ուզում անենք։ Գրեք, երբ որ հարմար լինի, ես կպատասխանեմ, օրինակ հիմա ոնց պատասխանես Վարդան, դու կարաս պատասխանես։ Մենք հասանք Բաշինջաղյան 117 շենք, 171 շենք, 171 շենք եւ եթե Բաշինջաղյան նշանակում է, որ պետք է նրա արածի անունը կրի իր թաղամասը, տեսեք, արվեստի գործեր, դիմացից, ձախից, սաղ նկարած է սիրուն, այսպես շարունակում է նկարչությունը, այն հայոց տարերն են զգում ես, ինքը առաջին հայացքից չէր եմ, որ հայկական այբուբենն է, ես պես պ տեսա, թե տեսա, ջպ, ինչ հետաքրքիր է, դե արի մտ առանձին ուշադրություն դարձնենք այս գեղեցկությանը, շնորհակալություն ասենք նկարողին, բայց գիտես չէ, նենց է նկարել, ոնց որ արաբական տարեր էլի, չէ, առաջին հայացքից չես հասկանում, որ հայոց այբուբենն է քո առաջ, բայց երկրորդ հայացքից հասկանում ես, որ հայոց այբուբենն է։ Ախպերս մի քիչ հեռվից որ նկարես, լիքը բաներ կերևա։ Դե արի գնանք արդեն մեր անուշ ախպեր Արնոյին եւ նրա քույրիկին, Աստղիկին ջերմություն հասցնենք տեղ, հա։ Արի գնանք ներխուժենք շենք։ Որն է։ Հա, ես աստից եմ մտնում։ Մնում է մարդ գա դուրը բացի պապուծի մենք էլ մտնենք։ Ալո, բարեկամ։ Բաշինջաղյանի պատվերի համար ճիշտ եմ, չէ զանգե։ Որ։ Բաշինջաղյանի, թե չէ։ Թե ջրվեժ եմ զանգել։ Չէ, ջրվեժ եմ զանգել։ Ահա, բա տեսար ախպեր, ես տենց է կասկածում էի ճիշտն ասած, բայց ասի քիչ կասկածում էլի։ Բայց օքսի ջրվեժը չէ գալիս։ Հա, այսի տամ գամ ախպերս, հիմա Բաշինջաղյանի մոտ եմ էլի։ Դուք կարա ճանաչեք Արնո ու Աստղիկ քույրիկ ախպեր։ Հարգանքներս, ես հիմա Բաշինջաղյան 171 շենքի առաջի հարկում եմ, որտեղ բարձրանամ, որ հասնեմ Հոբելյան։ Հիմա իջնեմ։ Հա? Դե ես հարկը ասա բարձրանամ, էլ լիֆտի մոտ եմ մի անգամից։ 5-րդ հարկն է։ 5-րդ, լավ։ Դե ելնում եմ ընդ ես։ Ազատով։ Ինչ? Հովո ջան, հավաքվել եք, հա? Նստեք քեֆ են անում, հա? Դե հիմա լսի, ելնում է Ասատուր քերի կողմից, մեկը Գրիգոր եղբոր, Գրիգորը Ասատուրի տղանն է, թե հենց իրանց հալալախտը, հա։ Գրիգորն էլ է ամուսնացած, երկուսի ընտանիքների կողմից, էլի։ Բայց նույն օրն է ծնվել, նույն օրն է ծնվել քուր ախպեր։
Օրը նույնն է, էլի, Արնոն ու Աստրիկը։ Հիմա մտնում ենք, կարող ենք ամիս տնան, թե միջանցքան նոր։ Միջանցքան, բայց տնալն է։ Տնան, քանի հոգ է։ 10 բան։ Հա, точно, հա։ Բաց թող չէ։ Հա։ Չէ, ախպերը, սա բերում ենք։ Ամեն ինչ բերված է։ Ես ողջունում եմ ձեզ, հարգելի հավաքված բարի մարդիկ, բարև ձեզ, ո՞նց եք, լավ եք։ Դե մենք ծափեր տվեք, տենանք էդ ինչ լավ մարդկանց ծնունդներ է այսօր Արնոյի եւ Աստրիկի ծննդյան օրն է։ Ուր են բա, քույրիկն ու եղբայրը, ուր են նրանք, հե։ Արնո, ընդ են, Արնո։ Աստրիկ ուր է բա։ Աստղիկ Արնո, հա, Աստղիկ Արնո։ Իսկական տոնը մամայի տոնը։ Ախպեր, արի։ տոնն այրականում են, երկու տերեխան մի օրնականից։ Հա, բա իհարկե, հա, չէ, վերց, նորմալ է։ Դե ուրեմն ես եկել եմ հատուկ ձեզ ուրախացնելու համար ու այս ցուրտ ու տաքը որել էլա, էսի չի վարվում, բայց ոչինչ, հեսա կվարվի, հա, լավ է։ Բայց այո չի չեք ծխում, դրա այլասն ինչա, ծխեիք էլի։ Լավ, Բարթան վախեցի։ Համաձայն եմ։ Դե հիմա էլե բա ուր գնաց Արնոն, ուր է Արնոն։ Արնո։ Լուսկի աբեր, հա, վсё, ես դու էլ կվառես։ Մանեշ դավաս։ Այդ փուճուրներ ունենք, Աստված պայի։ Բա ո՞նց եք, լավ եք հիմավորել ծնունդը, հա։ Գիտեք, չէ, մարդիկ կան, որ ստեղ չեն, դրա համար ես եմ եկել, ու Վարդանը։ Երկու մարդ կա, որ շատ հələ չեմ ասել, ու այդքան շուտ չեմ ասել։ Դավայ, միացրու բարեկամ։ Հա, էսի մեկ ալում, աջոգիր, էսի մեկ, ես վարվի ծափեր կտակի վերջո, էլի։ Ինչի չեք ծախում, ես չեմ հասկանում, ես առողջ ապրելա կերպա ձեր մոտ։ Ես շատ գիտեմ, հեն Արնոն էլ չի կարող վարի, այս ինչ լավ է լավ։ Ունեմ ոչ խմում։ Հա, շատ լավ, բա հիմա ոնց եք բացան ընդանում։ Ես բերք ունեմ, հա։ Հələ, հեսա վարվում է, քուրիկ ու ախպեր վարում են իրենց մատները, հա։ Վարդան տուր հլիմ կրակը, տուր։ Բա, տենում եք ինչ դժվար գործ է, շատ դժվար գործ է, շատ։ Արնո չէ լավ, հա։ Բայց ես աշխատում էր, չգիտեմ ինչ է լավ չի աշխատում հիմա։ Միան կարող եմ ամել եք։ Չէ, բանը, ես սրանից հա, բայց վարվի էլ, արա խայտարակարին է։ Ապրեք լուսերը վարելու համար, չի ստացվում հլը։ Ստացվեց, ես անգամ սես կանեմ, այսես, լավ, վсё, քուր ախպեր շատ ուժեղ են։ Եվ ես պատական չի, որ նույն օրն եք ծնվել։ Happy birthday to you, շատ լավ է։ Բայց իրար գերկեք, էլի քուրիկ ապերիք դուք։ Ապերը հաց, ապեր տվեք, լուսերը վարում եք, տեսակ, չէ։ Իմացեք, որ ձեր երազանքները կատարվելու է, եթե դուք վառեցիք, այդ լրիվ ուժեղ եղավ, հա։ Հիմա տորթը լսի Արնո, արի ես տորթը, երկուսի հավասար տան վերցրեք, չէ, պետք չի ախպերես։ Այս քաղցրությունը, սերը, հարգանքը, հեռուներից է եկել ձեր մոտ, երկուսից շատ են սիրում, ձեզ էլ շատ շնորհակալ եմ, որ դες լավ բալիկներ եք բերել, բայց թե ով է շնորհակալ, էդի չեմ ասում հենց։ Այսքան շուտ չասեմ, էլի, ամեն քիչ վառել են հենց էլա, բայց մի քիչ էլ այդ բանը ուշ ասենք, էլի։ Արնո, հիմա ես ուզում եմ, որ դու ծաղիկներ նվիրես, տող հայտես դու մամային։ Հայրիկ, աչքդ լույս լինի։ Ախպեր չէ, քույրիկին թուր, ցավր տան։ Քույրիկներ կարատա մամային։ Հա։ Դե հիմա, քանի որ ամեն ինչ շատ լավ է, քույրիկին ծաղիկներ տվեցիր, քույրիկներ քեզ նվեր կտա։ Էս էլ քո նվերն է, բայց հատուկ նվեր է։ Սենց աշխարհում մի հատ քեզ անավիրված, բայց որ դու իշքան էլ այսես կայնես նայես չես տենա որքան, պետք է հանես, հան հել տես ինչ ամեջ հան։ Բայց կասկասներ կան, դե կոնյակ է, բայց հատուկ կոնյակ է, հələ վարցերու այսենց, տեսար, մասիսի ֆոնով, էլի։ Ծափերն ինչ ալում, հա, ծափեր տվեք։ Դե հիմա։
լինեք եւ տեսեք, ես մի քիչ ուշ եմ, դուք ասեք ում կողմից կարող է լինել։ Քաղցրը բերենք, չէ՞։ Մի քաղցրը բերել ենք։ Կարևոր բան եմ հուշում։ Չէ, քաղցր եմ բերել, շոկոլադ եմ բերել։ Հետևաբար ստե արդեն շոկոլադ որ ասում եմ, Արնո դե պետք է իմանաս էլի։ Շոկոլադի զավոդ։ Հենա, ասում եմ, ասա դուր քերին, Գերիկորը աղբերը իրանց ընտանիքների կողմից շնորհավորում են ձեր ծննդյան օրը, առողջ եղեք, ջոպիտները տանապակած։ Ոտներս խերով ձեր, հաստատություն, ձեր օջախ, լավ ժամանց, բայց այդ ճիշտերը ասում, հա, ոչ խմում եք, ոչ ծխում եք, հա։ Ախպեր, բայց հալալա քեզ, որ դու ուրախ մարդ ես։ Կային մատ։ Բայց մի կտոր խորոված։ Էդ ի՞նչ է։ Չէ, անուշար եք։ Մենք գնում ենք ջրվեժ։ Նիագարա ջրվեժ, հա։ Կամ Շաքի։ Հա։ Բայց իրականում գնում ենք Երևանի ջրվեժը։ Ձեզ լավ որ բարձր տրամադրություն եւ Վարդան, ես ուզում եմ դուրս գանք վրեժ լուծեմ այս կերակայրիչից, բայց ես ինձ նվեր էր տվել իմ աղբերը։ Նայեք, ես մեղավոր չեմ։ Դες վառվում է հիմա։ Ասենք խի էլի, եղով։ Նայ, վառվում է հիմա, չէ։ Սեզակի չենք, ավելի շատով միշի շարատ պրծած չկա։ Հա, դե լավ է, էդի լավ է միայն, կոնյակ խմեք, կոնյակ։ Ձեզ լավ որ բարձր տրամադրություն։ Իմ անուշ աղբերը այնքան ուրախ էր, որ ոչ խմելա պետք որ չէ, ինքը այնքան ուրախ մարդ է, որ իր էներգետիկան սաղին կուրախացնի։ Բոլորն էլ ուրախ էին, ինձ շատ դուր եկավ։ Բայց թե այս լիֆտի այս գերությունը ինչա նշանակում, Ռաֆել Գրիգ։ Անծանոթ, հա։ Ծանոթ է, Ռաֆել Գրիգ։ Լոգո է սա։ Եղեգնաձորի ոնց որ գալիս է մի քիչ, հա։ Ռաֆել Գրիգ։ Հա, ճիշտ է։ Ռաֆ ջան, ախպերես։ Ես Երևան լիֆտ դնելու թեմաների մեջ կաս։ Գնացինք ջրվեժ։